Եկվա հետ ՊԲ տնօրենների խորհրդի նախագահի հայտարարության վերաբերյալ ձեզ հայտնեմ, որ օգոստոսի 6-ին գրություն է ուղարկվել հանձնաժողով էներգոբալանսի բաշխման արդյունքում առաջացած 3.6 միլիարդ դրամը օգտագործելու համար, որպեսզի սակագին իջնի, ինչին կարճ ասած մերժում էր եկել պատասխան նամակով, այնտեղ ինչ-որ հիմնավորում էր բերվել, որ դե ընդամենը 6 ամիս է անցել, հաջորդ 6 ամսում հնարավոր են այնպիսի վիճակ, որ հակառակ էֆեկտը լինի, այդ իսկ պատճառով չենք անում, ես այդ մտքի հետ համաձայն չեմ, առաջինը, որ հանձնաժողովը ամենալավը տիրապետելով ընդհանրապես էներգոբալանսին չէր կարող այդպիսի հայտարարություն անել, չհաշված իհարկե ֆորս մաժորները, որոնք կարող են լինել անընդհատ։ Երկրորդը, դրա տակ տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, միանշանակ, սա արդեն աներկբա է, որ իմիջիալոց այդ առաջարկը մենք արել ենք մինչև Սամվել Կարապետյանի կալանքի տակ հայտնվելը, որպեսզի ինչ-որ իրենց մտքում ունենալով այսպիսի սցենար, որպեսզի իրենք փորձեն դա անել և վերագրել իրենց, կամ երկրորդը եղած գումարով կարողանան ընդամենը զսպել սակագնի աճը։ Հիմա հաշվի առնելով, որ ներողություն, նոր ես տեղեկացա, որ հանձնաժողովը պատասխանել է և այդ պատասխանը իրենց ենթադրում է ոչինչ, հաշվի առնելով իրենք ինչ են ասում են նամակները մուտք են եղել այդ սակագնի իջեցման և 12 միլիարդ ներդրումների ավելացման մասով, 12 միլիարդ ներդրումների ավելացնելը որևիցե ձևով սակագնի փոփոխություն չէր ենթադրում։ Իսկ այ մյուս մասը 3.6 միլիարդի օգտագործումը ենթադրում էր սակագնի իջեցում և ինչքանով որ ես այսպես մտքով մոտարապես հաշվարկել եմ, իրենց 0.5 դրամը սուտ է, շատ ավելի շատ էր իջնում։ Այս ամեն ինչը հաշվի առնելով և նաև մի ինֆորմացիա տամ ձեզ, ESPA-ի դրությամբ էներգոբալանսի այդ շեղումը կազմում է մոտավորապես միայն հեծի մասով 6 միլիարդ, ես օֆիցիալ հայտարարում եմ, որ Տաշիր կապիտալը պնդում է այս պահին կատարել սակագնի իջեցում և մեր ժողովրդին էլ ուղղակի տեղյակ եմ պահում, որ դա լինելու է միայն և միայն Տաշիր կապիտալի Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին և այսպես որպեսզի քաղաքական, նախընտրական ինչ-որ բաներ չկառուցեն, հաշվի առնելով իրենց ունակությունները այդպիսի բաներ անելու, բերեն մի վիճակի, ասեն տեսեք, կառավարիչը եկավ, այսպես արեց, այնպես արեց, լավ աշխատեց, որի պատճառով սակագինը իջավ, մենք պնդում ենք, խնդրում եմ դուք էլ մեզ աջակցեք, պնդում ենք, որպեսզի շատ արագ կատարվի այդ փոփոխությունը և սակագնի իջեցում տեղի ունենա, հաշվի առնելով, որ մեր ազգաբնակությունը րոպե առաջ, օր առաջ պետք է ավելի էժան սակագնով այսպես վճարի։ Երկրորդ բանը, որ ուզում եմ ձեզ ասել, մի ինֆորմացիա էլ կար կապված խոշոր հարկատուների ցուցակում, գիտեք, ես անգամ ինքս ինձ վրա զարմանում եմ, թե ինչու եմ այսպիսի բաներին անդրադառնում, այսպես մանիպուլյատիվ, էժան խոսակցություններին, ասում են մենք 21-րդ տեղից երկրորդ երամսյակում իջել ենք 18-րդ տեղ, այն դեպքում, որ առաջի երամսյակում հեծը եղել է 9-րդ տեղը, նախորդ տարի 2 երամսյակ եղել է 18, մի երամսյակ 12, մի երամսյակ 19, այսինքն հարգելի հայրենակիցներ, թույլ մի տվեք ձեզ հերթական անգամ խաբել։ Պարոն Հազարյան, նախ քանի դրամով էր առաջարկում, որ հոսանքը էժանանա և հիմա ՀՑԿ-ի այս որոշման, այս հայտարարության տակ ևս ինչ-որ քաղաքական ենթատեքստ եք տեսնում և երկրորդ հարցս էլեկտրաէներգիայի բաշխման գործունեությունը դարձում է բնական մենաշնորհ համարվում, հիմա եթե ՀՑԿ-ը նոյեմբերի 18-ին որոշի, որ պետք է հենց լիցենզիան դադարեցնի, ինչպես է գործունեություն իրականացնելու այդ կառույցը։ Ինչպես նշեցի խոսքի սկզբում, մոտավորապես իմ հաշվարկներով մինչև 1 դրամ է անում 3.6 միլիարդը, մոտավորապես, այսպես կոնկրետ չնշեմ, բայց 0.5-ից հաստատ ավել է, հաշվի առնելով, որ արդեն 6-ից ավել միլիարդ կա էներգոբալանսի շեղումը և մի կարևոր բան առաջին նամակում հանձնաժողովի նախագահը նշում է, որ ձեզ մոտ 3.6 միլիարդ է, բայց ընդհանուր համակարգում 8.8 միլիարդ է։
Այսինքն, եթե նույն 6 ամսվա շարունակականով գնանք, մոտավորապես 18 միլիարդի կարգի, 17 ու 6 միլիարդ, այսպես խնայողություն է լինում։ Իմ անձնական կարծիքով եւ հետեւելով իշխանությունների գործելավոճին, ես կարծում եմ, որ իրենք հիմա այսպես ձգձգում են որոշակի ժամանակ անցնի, լիցենզիայից զրկեն, որից հետո հայտարարեն, որ մենք եկանք այսպես հրեշտակի թևերով եւ ժողովուրդ ջան, եկող տարվա փետրվարից սակագին իջեցնեն իրենց վերագրելով այդ ամբողջը։ Իհարկե, այսինքն նաեւ չհաշվարկելով թե ինչ կարող է լինել 27 թվականին։ Այս այն մասով, որ ինչպես փորձագետներից մեկը նշել էր, գազի գնման դոլար դրամ խնայողության արդյունքում, երևի տեսել եք դուք, դոլար այդ դրամ փոփոխությունների արդյունքում մոտավորապես 20 միլիարդի տարբերություն էր տվել Գազպրոմում, վերցրել են 13 միլիարդը այս տարի զսպել էին սակագնի աճը։ Այն դեպքում, որ այդ 20 միլիարդով հնարավոր էր գազի սակագին իջեցնել։ Ինչպես նաև, եթե բերում են էներգետիկական համակարգ, կարող են նաև հոսանքի սակագին իջեցնել։ Խոսքս դրա մասին, այսինքն անդադ գումար են պահում իրենց պետք եղած ժամանակին դա իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ Ներողություն, երկրորդ հարցը լիցենզիան զրկելուց հետո 3 ամսվա ընթացքում պետք է արվի առաջարկ սեփականատիրոջը չհամաձայնելու կամ անգործություն ցուցաբերելու, չպատասխանելու դեպքում արդեն պետք է ըստ ինձ այդտեղ էներգետիկայի մասին օրենքը շատ իրենց ձևով է գրված, այսինքն ոչ շատ հասկացվող 60 հոդվածի համաձայն այնտեղ գերակաշահի խնդիր պետք է ճանաչվի եւ բնականաբար վճարվի, կրկնում եմ, գերակաշահի օրենքով շուկայական արժեք գումարած 15%։ Այդպես է գերակաշահը ճանաչվում, պետությունը գերակաշահ այդպես է ճանաչում։ Անկախ գնահատող, այո, անկախ գնահատողի կողմից տրված, ուրեմն գնահատական պլյուս 15%։ Սեփականատիրոջը պետք է վճարվի։ Ես առաջին օրվանից դեռևս վարույթը չէր նախաձեռնվել, ես ժողովրդին տեղեկացրել եմ, ինքս իմ խղճի առաջ հանգիստ եմ սեփականատիրոջ կողմից էլ, որ ժողովուրդ ջան, մի քանի 100 միլիոն դոլար պետությունը պետք է վարկերը տեղափոխի իր վրա, այսինքն պետական երաշխիք դա, որը արդեն հանդիսանում է պետական պարտք, դառնում է, գումարվում է պետական պարտքին, եւ մի քանի 100 միլիոն դոլար պետք է վճարի սեփականատիրոջը։ Մեր պաշտոնյաները ցոտ խելոք լուրջ դեմքով ասում են մենք գումարն ունենք, բյուջեն եւ այլ, բայց անգամ արտաքին պարտք ներգրավելու դեպքում էլ մենք բոլորս ենք դա վճարելու, ինչպես այսօրվա եղած արտաքին պարտքը։ Բայց եթե որպես այդպեսի մի լիցենզիան գործում է, ով է, որ ընկերությունն է այդ հոսանքը բաշխելու, եթե մենաշնորհ կա։ Կառավարիչ։ Հանձնաժողովի նախագահը նշանակում է կառավարիչ, կարող է նշանակել նույն կառավարիչ։ Միջև այդ գործընթացի ավարտը։ Եվ իմիջիալոց ձեզ ասեմ, ըստ այսպես շատ հավաստի հասած ինֆորմացիաների, այն սկզբնական գալու ժամանակ համապատասխան սուբյեկտն ասում էր ես 3 ամսից գնալու եմ, երկին խոսակցություններ եմ ասում, հիմա ըստ երևույթին հարմարվել է հանուն Հայաստանի Հանրապետության իր նախկին ստացած աշխատավարձից 6-7 անգամ ավել ստանալուն ու ըստ ինձ նաև ինքն էլ նշանակվելու է։ Հիմա դուք կարող եք մտածել ինչ եմ ես կարծում, ես ներքին Աստված տա սխալվեմ, բայց ներքին համոզմունք ունեմ, որ իրենք այս նիստով լիցենզիայից զրկելու են, որովհետև կա քաղաքական պատվեր եւ համոզված ներքին նորից համոզմունք ունեմ, որ այդ որոշումը անգամ հանձնաժողովի անդամները չեն գրելու։ Իրենց գրված տրվելու է, իրենք էլ խելոք դա անելու են, բայց դա իրենց չի փրկում այնքանով, որ իրենց ձեռքով է դա արվում։ Այսինքն վաղը մյուսօր այդ նույն ասույթը չլինի, գիտեք, դե մենք ինչ անենք, դե ընտանիք ենք պահում, դե ստիպեցին եւ այլն։